Արդեն 44 գոլդ համարանիշ է վաճառվել, 26-ը ֆիզիկական, 18-ը իրավաբանական անձի։ Ընդհանուր 760 միլիոն 510 հազար դրամ է վճարվել պետբյուջե։ Զրոներով համարանիշ ձեռք բերելու համար արդեն 32 աճուրդ է կազմակերպվել։ 2026 թվականին ունենք դինամիկ շարժ, այս տարվա ընթացքում վաճառվել է 9 առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշ, ընդհանուր գումարը կազմում է 147 միլիոն 900 հազար ՀՀ դրամ։ Վերջին աճուրդը եղել է մայիսին, վաճառվել է 2 համարանիշ։ Այս ամիս աճուրդը սկսվել է հունիսի 21-ին, ավարտվելու է հունիսի 24-ին, որից հետո միայն պարզ կլինեն հաղթողները։ Աճուրդի մասնակցելու համար կարող են մուտք գործել աուկցիոն Mia.gov.am, որտեղ մուտքագրվելով կարող են մասնակցել աճուրդին եւ աճուրդի քայլերի մասին հստակ նշված հարթակում։ Աճուրդին մասնակցողը պետք է մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճար կատարի։ 10 միլիոն դրամանոց համարանիշի դեպքում անձը 50 հազար դրամից պակաս չի կարող ավելացնել, 10 միլիոնից բարձրի դեպքում 100 հազարից։ Այն համարները, որոնք որ քաղաքացիները ցանկանում են գնել առանձնահատուկ պահանջարկ ունեցող, կարող են մտնել եւ իրենց նախընտրած համարը նշել օրինակի համար, տեսնեն ազատ է թե ոչ։ Օրինակի համար 00KK000 հաշվառման համարանիշը 20 միլիոն է, դա նշած է, նախավճարի գինն դրած է։ Հիշեցնենք, համարանիշների մեկնարկային նվազագույն գինը 10 միլիոն դրամն է, առավելագույնը 20 միլիոն է։ Օրինակ, եթե տարրերը կրկնվում են, թվերն էլ միայն զրոներ են, մեկնարկային արժեքը 20 միլիոն է։ Մյուս աճուրդը հաջորդ ամիս է տեղի ունենալու։ Ամսի 24-ից հետո նոր աճուրդի մասին տվյալները կհրապարակվեն էլեկտրոնային հարթակում։ Մինչև հիմա ամենաթանկ վաճառված համարանիշը մնում է 00DD000, արժեքը 29 միլիոն 100 հազար դրամ, իսկ վաճառված ամենամատչելին 000GH01-ն է, արժեքը 13 միլիոն 100 հազար դրամ։ Դեռևս 46277 գոլդ համարանիշ է մնացել։ Թևոսյանը տեղեկացնում է, աճուրդները շարունակական են լինելու։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։